Որն է այսօրվա մեր դասը։ Ասա Մարիքյան։ Այսօրվա մեր դասն է Երանիշ թվերով գումարի նորը։ Կեցես, նստիր, ապրես։ Ասարարված է խնդիր 147-ը և պատմություն 144։ Լավ, կատարել եք երեխաներ տնային աշխատանքը։ Այո, դուք դժվարություն ունեցել եք, հարցեր ինձ ունեք ինչ-որ բան բացատրելու, անհասկանալի, ամենից շատ բաց հասկացել եք։ Ես կուզեմ մի հատ արագեցես բանավոր ձևով, խնդրի լուծման պատասխանը, բոլորդ արդյոք ճիշտ պատասխան եք ստացել, Թեմուջան ասա։ 30 կիլոգրամ խնձոր։ Ապրես, մենք ընթացքում իհարկե խնդրին նորից կառադառնանք, բայց կարևորը բոլորը այս պատասխանն են ստացել։ Ճիշտ է երեխաներ։ Շատ լավ, ապրես։ Իսկ հիմա եկեք անցնենք այսօրվա մեր դասի եռանիշ թվերին եւ եկեք հիմա վեր հիշենք։ Որն է եռանիշ թիվը։ Ասա, Թեմուր։ 3 նշով բաղկացած թիվ։ Ապրես։ Երեխաներ, որ կարգերից են կազմված եռանիշ թվերը։ Ասում ենք բոլորով, լավ։ Միավոր, տասնավոր, հարյուրավոր։ Կեցեք, կարող եք եռանիշ թվեր ասել։ Արա, ասա Վահան։ 190։ Ճիշտ է, ապրես, ասա Միլի։ 100։ Ապրես, ասա։ 999։ Շատ ճիշտ է։ 919։ Մի րոպե ներողություն ոտքի կանգնիր։ 999 որ եռանիշ թիվը դու ասացիր։ Ամենափոքր եռանիշ թիվը ով կասի, Դավիթ։ Կեցես, երեխաներ ամենափոքր երկրիշ թիվը ով կասի, Դավիթ։ 10, ապրես, իսկ ամենամեծ երկրիշ թիվը, Արարատ։ 99, շատ ճիշտ է։ Երեխաներ միանիշ թվերը քանիսն են, քանի միանիշ թիվ ունենք։ 9, ապրես, 9 միանիշ թիվ ունենք։ Շատ լավ, Ջան, ասա տեսնեմ, 3-ը մեծացրու 8 անգամ։ 24։ Ապրես։ Էդուարդ, 5-ը մեծացրու 5 անգամ։ 25։ Ապրես։ Մաքս, 7-ը մեծացրու 8 անգամ։ 56։ Կեցես։ Թեմուր, 21-ի ավելացրու ևս 5-ը։ Ինչ պիտի անես։ Այո, արա։ 26, ապրես Թեմուր նստի, ասեն 7-ի և 15-ի գումարն ասա ինձ։ Ապրես ճիշտ է, Մարիա, ասա 2 անգամ 8-ը, ինչի է հավասար, ապրես նստիր, Սեմ 8 անգամ 8, 4, նստիր ապրես, Վահան 7 անգամ 5, 35, նստիր, 42-ը բաժանենք 7-ի, երեխաներ Արարատ, 6, ապրես նստիր, 81-ը բաժանել 9, լավ երեխաներ, գեղեցիկ նստեցինք, խնդրում եմ ինձ ասեք գումարման բաղադրիչները, Արարատ, բոլորով, գումարելի, ապրեք, հանման բաղադրիչներն ասեք, շատ ճիշտ է, երեխաներ գումարը և տարբերությունը ինչերն էին, արդյունքը, հիմա ինձ ասեք տեսնեմ խնդրի բաղադրիչները, որոնք էին, պատասխանը նորից ինչն էր, արդյունքը, շատ ապրեք, երեխաներ մենք ձեզ հետ սովորել ենք նաև սյունյակաձև գումարում, ճիշտ է, հիմա ես մեկ օրինակ կուզեմ, որ մի քանի անշակերտ մոտենա գրատախտակին և օրինակը ես հիմա կտամ դուք կգրեք, լավ? Մոտենում է գրատախտակին Դավիթը Պայքար
գրեն մյուս գրատախտակի վրա մեր 3 աշակերտները, եկեք տեսնենք արդյոք այստեղ բոլորը ճիշտ են գրել։ Ստուգենք, լավ, եկեք միասին ստուգենք։ Տեսնեմ, 8-ին գումարած 0, 5-ին գումարած 1, 4-ին գումարած 2, ճիշտ է։ Ապրի միլիպ, նստիր միլիպ, 8-ին գումարած 2, 10, ապրեք, 0-ն գրեցինք, Մեկը մտապահեցի, ապրեք, 6-ին գումարած 4, մեկը գրեց, ապրեք և 5-ին գումարած 2, 7 մեկ էլ ունենք 8, ճիշտ է, ապրի Դավիթը ճիշտ է գրել։ Երեխաներ եկեք ու ստուգենք պայքարի աշխատանքը, 5-ին գումարած 8, 3-ը գրեցինք, 6-ին գումարած 0, մեկ էլ ունենք 7, 6-ին գումարած 0, 7-ի է հավասար, 6, այո, մեկ էլ ունենք 7, 4-ին գումարած 2, ապրես, ճիշտ է երեխաներ, կեցես պայքար ջան, եկեք միասին ստուգենք Մարիի, Արարատի և Վարդանի աշխատանքները, 5-ից հանած 1, 6-ից հանած 3, ճիշտ է, ապրի, ով է, ապրի Վարդանը, նստի Վարդան ջան, հաջորդը 5-ից հանած 4, 5-ից հանած 1, 4-ից հանած 2, ճիշտ է երեխաներ, ապրես Արարատ ջան և վերջինը Մարին է, 4-ից հանած 0, կեցես 1-ից հանած 0, 2-ից հանած 1, շատ ապրեք, ապրես Մարի ջան, կարծես թե բոլորը հասկացել եք, ճիշտ է երեխաներ, հարցեր ունենք երեխաներ, ոչ, շնորհակալություն մեր աշակերտներին, ովքեր որ եկան գրատախտակի մոտ, իսկ հիմա երեխաներ, մենք ինչպես տեսնում եք այսօր խմբային աշխատանք ենք, չէ անելու, խմբային աշխատանքի համար մեզ հարկավոր կլինի քարտեր, որպեսզի էլ ավելի լավ ամրապնդենք ձեր այսօրվա սովորածը, որպեսզի տեսնենք արդյոք դուք ամեն բան ինչ որ անցել եք ընթացքում դուք յուրացրել եք, լավ։ Հիմա մենք նաև ձեզ հետ սովորել ենք հռոմեական թվեր։ Եկեք արագ փոքրիկ այսպես անցում կատարեք հռոմեական թվերի։ Գալիս է գրատախտակի մոտ Նատալի, գրում է 1-ը, այսպես Արարատը 5, Անգելինան 6, Լյուսին 7, Մաքսը 8, Պայքարը 9, դու 10։ Երեխաներ, եկեք ստուգենք տեսնենք արդյոք կրկնվում է, եթե կրկնվեց մենք ունենք սխալ, ճիշտ է, եթե չկրկնվեց ուրեմն բոլորը ճիշտ են գրել։ Երեխաներ բոլորը, իսկ այս պահի կգա գրատախտակի մոտ գրի 20 Դավիթը հռոմեական թվերով և կգրի 12 Դանիելը, 11 Դավիթը։ Ապրես Դավիթ ջան։ Մենք գիտենք, մենք սովորեցինք ձեզ հետ հայկական, հռոմեական և հնդկական թվադրման եղանակները, բայց հայկական այբուբենն էլ չէ, մենք գիտենք, որ ունեն համապատասխան տարին թիվ։ Մենք փոքրիկ բանաձև ենք մշակել մեզ համար և անուններ ենք դրել ամեն շարքի, անուն ենք տվել։ Հիմա խնդրում եմ բոլորդ միասին, ասեք միավորների շարքին ինչ ենք ասում։ Տասնավորների շարքին ինչ ենք ասում։ Հարյուրավորների ճար և հազարյակների շարքին ահա, ինձ ով կբացատրի երեխաներ, Աննաների շարքում որ թվերն էին, ասա Մաքս։ Միավոր թվերը Աննաների շարքն էր, այսինքն ով ինձ կասի,
Մեկը որ տառին է համապատասխանում։ A. Երկուսը B. Շատ լավ, ապրեք երեխաներ, որ հիշում եք։ Իսկ հիմա ես ուզում եմ ձեզ բաժանել քարտեր, ամեն թիմ, ամեն ում ունենալու է քարտեր եւ այդ քարտերի միջոցով մենք կստուգենք ձեր այսօրվա սովորած ամբողջ գիտելիքը։ Լավ երեխաներ, հիմա ես արագ կբաժանեմ ձեզ քարտերը ու դուք կսկսեք արագ աշխատել։ Լավ։ Աշխատանքները անցած ստուգեցի, նայեցի, կեցեք։ Իսկ հիմա եթե կարա դաս կատարել, տեսնենք ինչ հասկացանք այս դասից, ինչ սովորեցինք, ինչը թերի մնաց, կամ ինչ կուզեիք դուք ավելացնել, որը մենք չարեցինք։ Ասա Վահան ջան։ Ես այս դասում սովորեցի, որ եռանիշ թվերով գումարում հանում մանեն։ Կատարենք գումարում հանում, կեցեք, ուրիշ, հարավ, ակտիվ։ Ես այս դասին սովորեցի ռոմեական թվեր։ Ապրես, գրեք ռոմեական թվերը։ Ապրես։ Ես այս դասին սովորեցի ռոմեական թվերն 10, այո, ռոմեական ինչպես կգրենք։ Լավ երեխաներ, իսկ ունեք ինչ-որ թերացում, որը կարելի է լրացնել, որը դուք կուզեք շտկել, կամ բաց մնացած տեղ, որ կուզեիք միասին մենք դա լրացնեինք, չունեք։ Ասա։ Ես կուզեի, որ Շատ գրեինք գումարում հանումը, լավ։ Խնդիր գրենք շատ։ Կուզեինք շատ խնդիրներ։ Թեմուր ջան, դու էլ ասա։ Ես կցանկանայի, որ մենք գրենք հռոմեական թվերը մինչև 100-ը։ Հաջորդ դասին երեխաներ մենք անպայման ձեր ցանկությունները կկատարենք։ Իսկ հիմա եթե կկատարենք ինքնագնահատում, որպեսզի տեսնենք ով ինչ արդյունք է ունեցել եւ ով ինչպես է գնահատում իր այդ արդյունքը։ Բացարձակ տեսնեմ ձեր գեղեցիկ դեմքերը, փոքրիկ դեղի դեմքերը։ Բացը թե բոլորը գոհ եք ձեր կատարած աշխատանքից, իրականում ես էլ եմ գոհ։ Արարատը մի փոքր քերացում է դեր իր աշխատանքի մեջ, ոչինչ Արարատը։ Մենք կշտկենք դրան, դա